Ելքի դուր է արդյոք Թուրքիայում խորացող ճգնաժամը Հայաստանի համար։ Էրդողանը մնա թե գնա թուրքագետի խոսքով մեզ համար շատ բան չի փոխվելու։ Թուրքիայի այս հատկապես Թուրքիա Հանրապետության պետական քաղաքականությունը մի օրվա, մի տարվա, 10 տարվա չէ, մինիմում 100 տարվա է եւ դրա հետևանքները մենք այսօր տեսնում ենք։ Այն ինչ որ այսօր կատարվում է 100 տարի առաջ ծրագրված խնդիր է, որը այսօր արդեն գործադրում է։ Նույնիսկ այս պայմաններում Անկարան կարող է հավասարապես գործել եւ ներքին եւ արտաքին ճակատում։ Ուստի ըստ Լոկմագյոզյանի չպետք է հուսալ, որ այդ երկրի ուշադրությունը ներքաղաքական լարումների պատճառով կարող է շեղվել Հարավային Կովկասից, այդ թվում հայ-ադրբեջանական գործընթացից։ Թուրքիան կար ժամանակ, ոչ վաղ անցյալում, այսինքն մի 5 տարի առաջ, 10 տարի առաջ եւ այլն, որ Թուրքիան միանգամից թե Աֆղանստանով, թե Լիբիայով, թե Սիրիայով, թե Իրաքով, թե Իրանով, թե Հայաստանով էր զբաղվում։ Գեոպոլիտիկ սրընթաց փոփոխությունները կարող են խառնել թուրք-ադրբեջանական տանդեմի խաղաքարտերը։ Աշխարհը երկու բլոկի է բաժանվում, նոր սահմաններ են գծվում, կարծում է մասնագետը։ Իհարկե մենք այս հարավ-կովկասյան տարածաշրջանը կընկնի Ռուսաստանի բաժնի մեջը, իսկ Թուրքիան իհարկե ինչպես այսօր կա Ամերիկայի եւ ավտոմատ կերպով նորից տարանջատվում է, ինչպես ասենք սովետական ժամանակ Թուրքիան այլևս շատ կամ այն ժամանակ ընդհանրապես ազդեցություն չուներ այս տարածաշրջանի վրա, հիմա էլ այդ ազդեցությունը կարող է մի քիչ թուլանա անգամ։ Հիմա էլ թյուրքալեզու եղբայրներն ունեն որոշակի տարաձայնություններ, մասնավորապես Երևան-Բաքու գործընթացի վերաբերյալ։ Թուրքիան շտապում է, Ադրբեջանը ձգձգելով փորձում ավելի պոկել։ Իհարկե Թուրքիան արդեն ուզում է, որ ժամ առաջ ավարտվի այս գործը, ինչ որ բանի հասնի, որովհետև իրավունից վերև գտնվողները այդպես են ուզում։ Գլոբալ քաղաքականությունը այդպես է ուզում։ Սակայն Ադրբեջանը, քանի բռնել է մեր կոկորտից, այնքան պիտի սեղմե, ինչքան որ կարող է ստանա, մինչև վերջի արյան կաթիլը, որ ստանա մեզանից, պիտի սեղմե մեր կոկորտը։ Թուրքիայում Էրդողանի հիմնական մրցակից Իմամօղլուի կուսակցությունը եւս մարդասիրությամբ չի փայլում, նկատում է Լոկմագյոզյանը։ Այդ երկրում նույնիսկ իշխանափոխության դեպքում քաղաքականությունը շատ չի փոխվելու։ Չնայած նախագահին գահընկեց անելու հնարավորություն թուրքագետը չի տեսնում։ Էրդողանն իր տեղում պինդ նստած է։ Նրա քայլերը լավ հաշվարկված են, իսկ հեղաշրջման փորձերը կանխելու հարցում նա մեծ հաջողություններ է գրանցել։ Հերմինե Ղարիբյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։